Իշխանություն լրատվականի ձեռքի տակ հայտնված սահմանադրության փոփոխված տարբերակի նախաբանում անկախության հռչակագրի մասին որևէ հիշատակում չկա։ Լրատվամիջոցի հրապարակած տեքստում կարմիրով տողերն ավելացվածներն են, իսկ ջնջվածները սահմանադրությունից հեռացված տողերն են։ Այսպես սահմանադրության նախաբանում պատմական հիշողությունը ջնջված է։ Հռչակագրում ասվում էր. հայ ժողովուրդը հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը ընդունում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Այս հղումը փոխարինվել է հետևյալ տողերով. Հայաստանի Հանրապետության ժողովուրդը առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության ու պետականության շարունակականության պահպանման, մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, ժողովրդավարական եւ իրավական պետությունն ամրապնդելու, ժողովրդի անվտանգությունն ապահովելու եւ ընդհանուր բարեկեցությունը խթանելու նպատակներով, ինչպես նաեւ ապագա սերունդներին խաղաղ, անվտանգ եւ բարեկեցիկ հայրենիք ժառանգելու հանձնառությամբ ընդունում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Նոր սահմանադրության մեջ ջնջված է 35-րդ հոդվածի երկրորդ կետը, որտեղ ասվում էր կինը եւ տղամարդն ունեն հավասար իրավունքներ։ Այս հոդվածի փոփոխությունը ենթադրում է, որ փոխվում է ավանդական հայ ընտանիքի մոդելը եւ որ ընտանիք կարող է համարվել նաեւ նույնասեռ անձանց միությունը։ Ծնողների իրավունքները եւ պարտականությունները սահմանող 36-րդ հոդվածն այնպես է փոխվել, որ երեխաներն այլևս պարտավորություն չունեն խնամել իրենց տարեց ծնողներին։ Նոր սահմանադրությամբ հայ մարդը պարզեցված կարգով այլևս չի կարող դառնալ Հայաստանի քաղաքացի։ Ամբողջությամբ ջնջված են 47-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերը։ Սահմանադրությունից ամբողջությամբ ջնջված է 113-րդ հոդվածը, որն իրավունք էր տալիս ազգային ժողովի падգամավորներին գրավոր հարցապնդումներով դիմել կառավարության անդամներին, այդ թվում վարչապետին, այլ կերպ ասած պահանջել թափանցիկություն եւ հաշվետվողականություն։ Նոր սահմանադրությամբ խորհրդարանական վերահսկողությունը թուլանում է եւ քաղաքական համակարգը կարծես դառնում է միապետական։ Նպատակը պարզ է, որպեսզի ընդդիմությունը կարողանա ազդել կառավարության վրա եւ վարչապետը ունենա լիակատար ազատություն։ Գաղտնազերծված տարբերակում անցումային դրույթը թույլ է տալիս, որ եթե Հայաստանը անդամակցել է որևէ միջազգային կազմակերպության մինչև 2015 թվականը, այդ կազմակերպության անդամակցությունը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու հարցը կարող է լուծվել միայն ազգային ժողովի միջոցով, առանց հանրաքվեի։ Այս հանգամանքը հատկապես լուրջ խնդիր է ստեղծում ԵԱՏՄ-ի անդամակցության դեպքում, քանի որ Հայաստանն արդեն միացել էր այդ կազմակերպությանը 2015-ին նախկին սահմանադրության համաձայն։ Հայաստանի սահմանադրության ամենակարևոր հոդվածներից մեկը 205-րդը այնպես է փոխվել, որ հայ ժողովուրդն այլևս չի կարողանա վերահսկողություն ունենալ իր երկրի ճակատագրի վրա։ ՔՊԱ-ական իշխանության գրած սահմանադրությունը թույլ է տալիս կառավարությանը եւ ազգային ժողովին որոշել երկրի անդամակցությունը միջազգային կազմակերպություններին առանց հանրաքվեի։ Սահմանադրության քննարկվող տարբերակի հրապարակումից մեկ օր անց Արդարադատության նախարարությունը պարզաբանում տարածեց։ Լրատվամիջոցներում շրջանառվող նոր սահմանադրության նախագծի հետ կապված տեքստը չի հանդիսանում այն փաստաթուղթը, որը նախատեսվում է հրապարակել։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է իր գործունեությունը եւ վերջնական տարբերակի ձևավորման գործընթացում կատարվում են ինչպես բովանդակային, այնպես էլ խմբագրական փոփոխություններ։ Գերատեսչությունը նշում է, որ կան բազմաթիվ աշխատանքային ընդհուպ սևագիր տարբերակներ գործող սահմանադրության տեքստի վերլուծական վարժություններ։ Կոչ են անում առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ եւ սպասել նոր սահմանադրության նախագծի պաշտոնական հրապարակմանը։